լայ մյուս կետեն կայքի հարգարժան այցելուններ։ Ինչ կարող է անել ընդամենը մեկ անձը, մեկ քաղաքացի, մեկ մարդը, կյանքը ցույց է տալի, որ շատ մեծ հնարավորություններ ունի յուրաքանչյուր քաղաքացի կատարելու անհավանական մեծ ծավալի աշխատանք եւ դրանով ըստ էության բացահայտելու բոլորի կերպարները նախատիր։ Ես կարծում եմ, գիտեք, մեր մեծագույն թերությունը, որ մենք այնինչ մտածում ենք, այնինչ գիտենք, այնինչի մեջ համոզվել ենք, այնինչից հիասթափվել ենք, դրանց մասին հաճախ չէ, որ խոսում ենք։ Որտեղ եթե դու ինչ-որ մեկին անverջ հավատացել ես, մտածելով, որ այդ մարդը օրինակ արժանի է ինչ բանին, կատարել է ինչ բանը եւ այլը, եւ հաշվի չես նստում ժամանակացույցի հետ, այսինքն որ ժամանակ է դա տեղի ունեցել, ինչ պայմաններում է տեղի ունեցել, ինչերից հետո է տեղի ունեցել, ապա միշտ քո մոտ ձևավորվում է սխալ պատկերացում։ Եվ ստացվում է այնպես, որ դու անverջ, հա, ինչ-որ մեծարել, հավատացել, օժանդակել, ճիշտ է, սխալները նկատել ես, բայց մտածել ես, որ ամեն մարդ էլ սխալական է, ու հիմա հայտնվել ես մի վիճակում, երբ որ այդ մարդը մերկ կանգնած է դեմդ, ու դու տեսնում ես իր բոլոր թերությունները, բայց արդեն չես ուզում ինքդ քեզ եւ հանրությանը խոստովանել, որ դու սխալվել ես ժամանակ։ Օրինակ ես անկեղծ եմ ասում, որ ես այդ վիճակում հատկապես շատ եմ հայտնվում, մի պարզ պատճառով, որ չափից դուրս հավատացող եմ, չափից դուրս մարդկանց ընդունում եմ, որ իրանք այն են, ինչ այդ պահին իրանց ներկայացնում են, եւ երբեք չեմ փորձել մտնել խարդավանքների մեջ։ Բայց հիմա ասում եմ, այս դեպքերը, որ տեղի ունեցան, հատկապես 20 թվականից հետո, 18 թվականից հետո, տենց ասենք, շատերի կերպարը բացեցին եւ այն մարդը, ով քո համար, հա, անփոխարինելի, անսխալական, անվաղ, քաջ, արի, մարդեր աչքիդ դառնում է նվազ, ստոր, դավաճան, թշնամի, անհայրենիք, անընտանիք։ Եվ նորից եմ կրկնում, շատ դժվար է դա խոստովանել նախ ինքդ քեզ, հետո դրա մասին ասել հանրությանը։ Հիմա փառք Աստծո, ամեն ինչ բացահայտվում է, եւ եթե մենք հանրությանը ճշմարտությունը չասենք, գոնե այն ինչ որ մենք գիտենք, քավլիցի մենք չենք հավակնում բացարձակ ճշմարիտ լինելու այդ տիտղոսը ունենալ, բայց այն ում մասին մենք կասենք, այդ մարդիկ խնդրեմ թող գանես տաղավար, մեծ սիրով կընդունեմ եւ հակափաստարկները բերեն։ Իհարկե չասեն, որ գիտեք, դե Իսագուլյանն էր ասեց, Իսագուլյանին ինչ պատասխանենք։ Եթե այդպես շարունակեք, ապա ստիպված ենք լինելու մի ցույց բոլորին դնել նաեւ փաստերը։ Իսկ այդ փաստերը հավատացեք որ կան։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Երկու Հայաստանի Հանրապետություն քաղաքացիներ նախաձեռնել են շատ օրինական, շատ սահմանադրական, շատ մարդկային, հա, գործընթաց, հիմք են դրել մի հատ տենց գործընթացի, այն ասում են, որ այս պատուհասից ազատվելու կոնկրետ սահմանադրական մի ձև կա, օրենսդրական մի լուծում կա։ Դա այս պատուհասին, եթե մարդիկ համարում են, որ դա պատուհաս է, impeachment հայտնենք, անվստահություն հայտնենք։ Եվ ասում են, որ դա ոչ թե իրանց ցանկությունն է, դա օրենքների, սահմանադրության պահանջ է։ Այդ մարդկանց պարտականությունն է։ Օրինակ, սևով սպիտակի վերագրված է, որ կառավարությունը ծրագիր է բերում ազգային ժողով, հաստատում է այդ ծրագիրը, սկսում է այդ ծրագրով աշխատել։ Եթե այդ ծրագիրը չի կատարում, այդ կառավարությանը անվստահություն են հայտնում։ Դա ինչի որ ես պետք է անգամ խնդրեմ падգամավորին, որ ինքը դա ինքը պարտավոր է անել։ Պարտավոր է։
Ոնց որ մեզանից ասենք օրենքով գրված չի, չգիտեմ ես այլ եթե ամուսնանում են երեխա են ունենում, այդ ծնողների պարտականությունն է այդ երեխուն պահել։ Եթե համապատասխան ձևով չեն կարողանում պահել, պետությունը իրան զրկում է ծնողական իրավունքից եւ այդ մարդուն ինքն է սկսում պահել։ Հիմա մարդիկ, որոնք պիտի Հայաստանը պահեին, ծրագիր էին բերել, դուք հաստատել եք այդ ծրագիրը, հիմա իրանք այդ ծրագրից շեղվել են, Հայաստանը ծախում են։ Ձեր պարտավորությունը ո՞րն է, որ դուք այդ մարդուն անվստահություն հայտնեք։ Եվ հանկարծ այդ պարագայում նրանք, ովքեր պարտավոր են սա անել, թիրախավորում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը իրավունք ունի նման պահանջով, նման հորդորով հանդես գալ իր կողմից ընտրված պատգամավորների։ Եվ մի բան չեն կարողանում հասկանալ, անկեղծ եմ ասում, ես սա ուզում եմ, իրեք ես աշխատել եմ Քոչարյան Ռոբերտի հետ, աշխատել եմ Սերժ Սարգսյանի հետ, աշխատել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հիմա չեմ հասկանում, եթե մարդիկ պայքարում են, որպեսզի Նիկոլին անվստահություն հայտնեն, դա ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Թե իրան կնենցեն իրար հետ փոխկապակցված, որ եթե մեկի նկատմամբ ինչ-որ գործողություն է անում, դա ավտոմատ ազդում է մյուսի վրա։ Այս տրամաբանությունը անհասկանալի է։ Գիտեք, մարդ կա, որ սաղ կյանքում ինքը ոչինչ չի արել։ Ճակատագիրը իրան միշտ բերել է առաջի պլան։ Ճակատագիրը։ Ինքը ես ինչ կազմակերպիչ չի, առաջնորդ չի, ինքը չի չարչարվել, ինքը պատերազմ չի պլանավորել, ինքը չի վարել։ Բայց ինչ-որ տեղ է եղել, որ ասել են թող լավ ինքը ստեղ նստի, հետո ստեղ նստի։ Հիմա ստացվում է, որ գիտեք ինչ, այդ մարդիկ անփոխարինելի իսկ նրանք, ովքեր սև գործը արել են հիմնական, նրանք կամ բանտերում են, կամ հիմա չկան, կամ նրանց նկատմամբ ինչ-որ ստորություն ասես, ասում են։ Սա իմ համար անհասկանալի։ Հիմա Էդգար Ղազարյան, Նարեկ Մայլյան։ Այս մարդիկ շատ նորմալ գործընթաց են սկսել, որը մեզանից յուրաքանչյուրի պարտքն էր, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր էր այդ գործընթացը սկսել։ Ոչ ավել, ոչ պակաս, այսօր Հայաստան դաշինքի էջում Հայաստան խմբակցության անունից մի հատ հայտարարության տեքստ է տպվում։ Այս մարդիկ, եթե սա խմբակցություն, ուրեմն այդքան գումարային պատգամավոր մի հատ կապիկի խելք չունեն պաստորեն։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ։ Եթե որևէ մեկ այս տեքստը կարդա ու ինձ կբացատրի, թե իրանք ինչ են ասում, ինչի։ Այսինքն ասում են գնացեք սա արեք, սա արեք, սա, որ այդ անեն դուք էլ իրանց տանձին պետք եք։ Իմիջիալից ասեմ, դուք այդ քանի հոգի եք ընդ 28 հոգի եք կանեք։ Եթե մարդ հավաքվի ու ասեն, որ ստորագրեք, դուք առաջին եք դողդրալով այսենց, ստորագրելու եք, չէ։ Ես ու ձեզանից յուրաքանչյուրից շատ լավ եմ ճանաչում։ Ինչի եք հարցակվել ես մարդ։ Պարոն Ղազարյան, այ հայտարարություն է տպվել, Հայաստան խմբակցության հայտարարությունը։ Այսինքն դու եւ Նարեկ Մալյանը, ինչի եք աշխատում Հայաստան դաշինքի դեմ, ինչի եք աշխատում Հայաստան խմբակցության դեմ, ինչի եք աշխատում անձամբ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինչ եք ուզում այդ մարդկանցից։ Ուրեմն այսօր որ այդ հայտարարությունը ես կարդացի, անկեղծ ասած, առաջի տպավորությունը սեն էր, որ Հայաստան դաշինքի էջը կոտրել են։ Այսինքն խակերները մտել են, էջը ջարդել են, իրանց վնասող մի հատ խայտարակ հայտարարություն են դրել, որ ով կարդա հենց իմանա դա Հայաստան խմբակցության հայտարարությունն է, այդ մարդիկ խայտարակվեն։ Դες տպավորում, որ կարդացի, ասում եմ, ում զանգ եմ ասեմ էլ այնտեղ մեր գործընկերներին, որ ասես բան այլ է, շուտ ասեն, այդ գրառում է հեռացնեն։ Հետո պարզվում է, չէ, ուրիշ կայքերել են դա դնում, այսինքն դա իրական է։ Դա իրական է։ Ուրեմն այդ հայտարարությունը ես իմ մոտ իմ տարբերակը տպած վերել եմ, այտենց տող չկա, որի
այդպես նախադասություն չկա, որ խոցելի չլինի։ Այսինքն, դա ճշտամություն է այդ մարդկանց։ Ես չգիտեմ սա ով է գրել։ 28 հոգի են, ասեք, այդ 28 հոգու մեջ մեկը չի ասել, մի հատ մի րոպե էլ է, ինչ է գրել զանգված։ Ասում է, անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու կարողություն։ Ժողովրդական զանգվածը ո՞րն է։ Զանգվածը դա չափի չափ է, չէ՞, քաշ։ Կիլո, տոննա։ Այսինքն, քանի տոննա մարդ պիտի դուրս գա փողոց, ըստ իրանց հայտարարության, եթե իմ ձևակերպումները չի, ես վերցանում եմ իրանց մտքերը հայերենում։ Քանի տոննա մարդ պիտի լինի, որ իրանք ասեն, մենք դուրս են գալի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի։ Քանի հոգի պիտի լինեն, բա որ ասենք շատ էլ են, բայց նիհար լինեն։ Բայց կարա չէ լինի։ Կարող է։ Լեն ասեն ախպերս նիհարներին չեք բերել։ Գնացեք չաղերին բերեք։ Թող չիչել են, բայց չաղել են։ Այ քեզ բան։ Ով պիտի լի, կարող է գազ ասել, ջայլն են չեն եկել, ջայլ ջուր, լեցվել են ստե։ Գնացեք 45-ից բարձր։ 45-ից բարձր 50,000 հոգի կանանց տղամարդկանց համամասնությունը հավասար։ Անց չէ՞ տղամարդիկ շատ են կանայք քիչ։ Հավասար։ Անձնագրերն էլ ուշադիր կլեք 070 կոդով չլինի։ Որովհետև 070 կոդով անձնագիր ունեցողները Հայաստանում ընտրությունների չեն մասնակցել։ Նրանք չեն կարող Հայաստանի ներքաղաքական կյանքի մասնակցել։ Դա պահանջներ է։ Ասում նախաձեռնության հեղինակները թող գնան մեզ ՔՊ-ից պատգամավոր բերեն։ Պատկերացնում եք, ասենք, էլ երկու օր, մի օր առաջ այդ մասին ասած պատգամավոր Արտուր Խաչատրյանը, ես ասացի կատականում բան, էլի տենց։ Պարզվում է իրաց հայտարարության տեքստում է գրած։ Այսինքն պիտի Արտուր Խաչատրյանը նստած իր աշխատասենյակում տնտեսական հետազոտություն անի, այդ լրագրողին ասում էր, ես հիմա տնտեսական հետազոտություն։ Ես դուրը ծեծեմ, ասեմ, պարոն Խաչատրյան, մի 7 հոգի ԿՊ-ական եմ բերել, բան կլինի գցեմ, ստե էթա մի 3 հատ է բերեմ։ Ասի հատ, բեր դիր գնա։ Դնեմ էթա դուրը ծեծեմ, ասեմ, պարոն Խաչատրյան, 3 չեղավ, 2 բերել եմ։ Հիմա այդ 9 հատը նորմալ, հա։ Ասի 1, 2, չէ, քել։ Դեմի 10 դեպ։ Ասեք ինք օրինակ այդ հայտարարություն անողը, այդ մեխանիզմը ո՞նց է պատկերացնում։ Որտեղից պիտի բերենք, ինչի համար պիտի բերենք։ Ախ, գիտեք, մենք ջանք ենք գործադրել։ Ես նստել եմ վերջերս պատահական մարդ չեմ, չէ՞։ Նստել եմ օրենք եմ կարդացել, սահմանադրություն եմ կարդացել, նամակ եմ գրել, բայց դուք չեք կարդացել այդ նամակը։ Նախ առաջին, Հայաստան դաշինք գոյություն չունի։ Հայաստան դաշինքը դա նախընտրական դաշինք էր։ Ընտրություններից հետո բոլոր դաշինքները վերացել են, որը ընտրվել է ազգային ժողովում, ձևավորվել է Հայաստան խմբակցություն։ Հայաստան դաշինք չկա։ Այդ չեմ ասում, որ դաշինքը ստեղծած կուսակցություններից մեկն էլ դուրս է եկել այդ դաշինքից։ Երկու կուսակցությունը դա հիմն է։ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ վերածնվող Հայաստան։ Վերածնվող Հայաստանը դուրս է եկել։ Վերածնվող Հայաստան։ Գոյություն չունեցող քաղաքական միավոր հայտարարություն անում, խմբակցության անունից։ Խմբակցությունը, մենք խմբակցության հետ ինչ գործ ունենք։ Մենք խմբակցության նամակ ենք գրել, որ դուք խմբակցությունով պատասխանում եք։ Մենք խմբակցության տեղը չգիտեինք։ Մենք 3 հատ նամակի փոխարեն, որ կարային գրենք խմբակցություններին, գրել ենք 107 հատ նամակ։ Ազգային ժողովի 107 մենք խմբակցությունների նամակ չենք գրել, որ դուք խմբակցությունով եք մեզ պատասխանում։ Ամեն պատգամավոր պիտի պատասխանի այդ նամակի, ոչ թե խմբա։ Ու չեն գրել ոչ թե որ անտեսում էինք խմբակցությունների հանգամանքը, չգիտեինք որ խմբակցություն կա։ Այլ որովհետև գիտենք որ այս որոշումը, այս գործընթացը խմբակցությունները չեն անում։ Առանձին վերցրած պատգամավորներն են անում։ Հիմա ես հասկացա, պատգամավորը իր պարտքը չի կատարում։ Տեսեք ինչ ասում։ Առաջին պարբերությունը։ Առաջինը Հայաստան խմբակցությունն է առաջինը հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։ Հանճարեղ մարդ են, փաստորեն էլ չենք իմանում։ Որտեղ են հայտարարել երբ։ Դիմադրության շարժման ժամանակ 2022 թվականի օգոստոսի 12-ին թե 14-ին չի։ Հայտարարել են թե գործընթացը։ Չէ, ասում եմ որ
Իշխան Սաղաթելյանն ասել։ Ասում է, որ օգոստոսի 2-ից հետո արդեն կարելի է վարչապետին անվստահություն էլ հայտնել։ Նա պետք է գործընթացը սկսել։ Բայց մի րոպե, ես քին նստե մտածել ես, որ այդպես բան կա։ Սովորության մեջ է գրած։ Անես տպավորությունն է, որ այդ անվստահություն հայտնելու գաղափարը ինչ որ մեկին պատկանում է, մեկն էլ մյուսից հետ անգե։ Այդ գաղափարը ոչ Էդգար Ղազարյանի մտահղացումն է, ոչ Իշխան Սաղաթելյանի մտահղացումն է, ոչ էլ ուրիշի։ Դա Հայաստանի Հանրապետության սահմանադրության իրավական կարգավորումը։ Ասում է, կառավարությունը ձևավորվելուց 1 տարի հետո ազգային ժողովը կարող է վարչապետին անվստահություն հայտնել։ Բայց եթե էսի մեջ շատ կարևոր բանի մասին է խոսում, բայց եթե դուք ինքներդ ասում եք, որ 2022 թվականի օգոստոսից գիտեիք, որ դա կարելի է անել, հիմա քանիսն է։ 25 թիվն է։ Հիմա արդեն 25 թվականի մայիսի 2-ն է։ Բա մինչև հիմա չի չեք արել դա։ Այսինքն գիտեիք ու իմանալով չեք արել։ Գիտեիք, որ կարակ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեք ու իմանալով, որ տես բան կա, չեք արել։ Այսինքն դրա ինքնախոստովանությունն է։ Հաջորդը։ Իմիջիայլոց եթե սկսվեին 23 թվականի դեպքերը չէին լինի։ Եթե իրանք կարելի է մատ ժամանակագրություն ներկայացնեմ։ Ես այդ մասին, որ ասում եմ, ինքը չի առաջին հայտարարի։ Ես դրա մասին խոսել եմ, որ իմպիչմենտը պետք է սկսի 2022 թվականի օգոստոսի 23-ին, երբ որ հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Ինչ է ասում։ Ասում է օգոստոսի 31-ին, լսում եք ամսաթվերը, օգոստոսի 23-ին հանրահավաքն է։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված էր Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Շարլ Միշել հերթական հանդիպումը։ Ու արդեն վտանգը կար, հələ այստեղ բանն է, հոկտեմբերը չկա, հոկտեմբերի 6-ը Պրահան չկա։ Ու այն ժամանակվա մեր կանխատեսումն էր իրավիճակի վերլուծության այդ ժամանակվա հայտարարությունների, որ այդ բանակցությունները հանգեցնելու են Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախ-ադրբեջանական ճանաչելու վտանգավոր գաղափարին։ Ու ես ասում եի օգոստոսի 23-ին, անմիջապես սկսեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, որ մինչև օգոստոսի 31-ը Նիկոլ Փաշինյանն էլ վարչապետ չլինի, մենք արդեն հիմա այս պահին 5000 հոգի փողոցում ենք, չէ՞։ Եթե իմանանք, որ դուք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եք սկսում, նշանակում է 5000-ը կարա լինի, գա ձեզ աջակցության 50000, չէ՞։ Այս 50000-ի աջակցությամբ դուք ձեր գործը որ անեք, Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին էլ չի եթա Բրյուսել։ Պայմանավորվածություններ ձեր չի բերի։ Չարեցին։ Ինչ տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին գնաց Բրյուսել, պայմանավորվեցին պատերազմի մասին։ Դրանից ուղիղ 10 օր հետո, 15 օր հետո Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, Ջերմուկ, Գեղարքունիք եւ Սյունիք։ Պատերազմ եղել է դրանից հետո 2022 թվականի սեպտեմբերի 13-14։ Ու այս պատերազմի ուժի տակ հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրվեց Արցախ-Ադրբեջան։ Այսինքն ընդդիմությունը իր աջակցությունն է բերել, որպեսզի Նիկոլը այդ ստորագրի։ Այլ էտեց ասել փաստորեն։ Եթե չեն կարողանում իրանց քթի առաջ տենալ, որ եթե գործընթացը նույնիսկ սկսած լինեին, կարող է ախվեր, Նիկոլը կաշկանդված կլներ գոնե։ Կասեր մի մոտ իմ երկրում անվստահության գործընթաց ասած, ես իմաստը մի հատ թուղթ ստորագրեմ, ինձ այդ գործից կանեն։ Իմ պատգամավորներին, իմ տակից կտանեն, ժողովուրդը կլինի փողոց, ի ժողովուրդը էլա փողոց։ Հենց այդ նույն օրերին, պատերազմի օրերին, սեպտեմբեր 2022 թվական 15 աննախադեպ մարդ հավաքվեց ազգային ժողովի շենքի դիմաց։ Դες բանը լա դիմադրության շարժման ժամանակ այդքան մարդ չէր հավաքվել։ Բոլոր պատգամավորները երկու խմբակցությունների եւ Հայաստան եւ Պատիվ ունեմ իրար հետ էին։ Գիտությունների ազգային ակադեմիայի պատի տակ հարթակի դեմ դիմացով կանգնած էին։ Ես էլ մոտեցել եմ, հանդիպել եմ, զրուցել եմ հետները Սերյան Օհանյանի, Հայկ Մամիջյանի, Իշխան Սաղաթելյանի, մյուսների, ասում եմ ում եք սպասում։ Ասում էիք, չէ, մինչև այդ ժողովուրդ հավաքվի փողոցում, մենք իմպիչմենտը կսկսենք։ Դուք եք ջազ ես խո չեմ ասել, դուք եք չի ասել։ Այն որ ասում եք ժողովուրդը որ հավաքվի, այս չեք նկատի ունենում։ Հավաքվել են, չէ։ Բա ում եք սպասում։ Հիշեք, հելան ելույթ ունեցան այդ օրը։
Իշխան Սաղաթելյանը, Սերյան Օհանյանը, Հայկ Մամիջանյանը, Գեղամ Նազարյանը, Նիկոլականը, որ այսօր խոսել է էլի, այն ժամանակ Հայաստան խմբակցության պատգամ, Արամ Վարդևանյանը, ելույթներ են ունեցել։ Դրանից հետո ասին մենք գնում ենք ազգային ժողով։ Ժողովուրդն էլ ասաց, որ դուք մի սպասեք, մենք ստե դուսը կանգնացենք, ստե պետք չի 30 հոգի էլ մեզ հետ ավել մնա, ստե 30,000-ից ավել մարդ կա։ Դուք գնացեք ազգային ժողով, սկսեք անվստահության գործընթաց։ Գնացին, մենք է դուրսը կանգնած սպասում ենք, որ հեսա պատգամավորները կլենք հայտարարեն, որ սկսել են։ Չարին։ Ավելին, հելան ասում ենք սկսել են, դա թուղթ ենք ստորագրել, բայց պարզվեց, որ դա անվստահության գործընթաց չի։ Մարդիկ էլ հիասթափվեցին, գնացին տուն, հետո ասին բանը, հենց իրանք է, իրանց այդ աջակիցները, որոնք կոչվում են, այս ինչի աջակիցներ են, ինչի աջակիցներ։ Հելան ասին, Էդգար Ղազարյանն ու Կարին Տոնոյանը մարդկանց ճամփին տուն։ Ոնց որ ապուշ տեղ դնեն մարդու, էլի։ Չսկսին այդ օրը անվստահության գործընթացը։ Դրանից հետո չսկսին, այդ հայտարարությունը մտավ ուժի մեջ, եսի այդ գործընթացներն եղավ։ Եկավ հասավ 2023 թվական, սեպտեմբերի 19-ը, ժողովուրդը ինքնաբուխ լցվան Հանրապետության հրապարակ, Արցախի վրա հարձակման օրը, տեղը դադար չկար Հանրապետության հրապարակում, հելան հայտարարին ստեղծել ենք ազգային կոմիտե, ազգային կոմիտեի կազմում են Վազգեն Մանուկյան, Իշխան Սաղաթելյան, Հայկ Մամիջանյան, Անդրանիկ Թևանյան և Ավետիք Չալաբյան, ազգային կոմիտեն է, երկուսը պատգամավոր այդ ազգային կոմիտեից։ Հելան խոսի ելույթ ունեցան, անվստահության գործընթաց չսկսեցին։ 2024 թվական Տաուշը հանուն հայրենիքի շարժում, Կիրանցում, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ժողովուրդը հավաքվել են Կիրանց, փորձում են դեմն առնեն, չի ստացվում։ Բագրատ Սրբազանը հայտարարում ասում է շարժում ենք Երևան։ Բագրատ Սրբազանը Կիրանցից շարժվել է 2024 թվականի մայիսի 4-ին։ Եվ ասել է, որ ինքը Երևան հասնելու է մայիսի 9-ին։ Այսինքն անակնկալ չէ, այս 2022 թվականի սեպտեմբերի պես չէ, որ մարդիկ ինքնաբուխ հավաքվեն, չիմանաս ով է եկե, ում կոչով է եկե։ Շատ կոնկրետ է եւ առաջնորդը, եւ նպատակը, եւ աջակիցները։ Դրանից առաջ Իշխան Սաղաթելյանը մեր հարգարժան Facebook-ում գրում է, որ մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու լավագույն ձևը դա անվստահությունն է, իմպիչմենտն է։ Որ պահին, որ մենք փողոցում կունենանք հանրային աջակցություն, այդ պահին էլ մենք այդ գործընթացը կիրական։ Մենք պատրաստ ենք դրան։ Այնքան որ ժողովուրդը դուրս գա փողոց աջակցի։ Մայիսի 9-ին եթում ենք Հանրապետության հրապարակ, խելքից դուրս։ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներն այնքան մարդ չի հավաքվել, ինչքան մայիսի 9-ին։ Հանդիպել եմ այդ օր Իշխան Սաղաթելյանին։ Ասում եմ, պարոն Սաղաթելյան, էս ով գրած նա։ Մեկ մայիսի 2-ին։ Ինչ է իր գրել։ Որ ցանկացած պահեք սկսեք անվստահության գործած, եթե փողոցում մարդ լինի, չէ։ Այդ որ ասում եք փողոցում մարդ, ավելի շատ մարդ եք պատկերացնում, քան հիմա որ կա, ես օրինակ չէի պատկերացնում, ուզում եմ չէ։ Սա հիմա ինչ չեք սկսում։ Հիմա ինչ չեք սկսում։ Որովհետև ում անունը որ իրանք էին ուզում գրեին, եթե նրա անունը գրեին, ժողովուրդը կթողներ կեթար տուն։ Եթե օրինակ գրեին Սրբազանի կամ ձեր անունը, ժողովուրդը մինչև վերջ կգնա, իրանք ծրագրերը այն որ իրանք են երազում չէր կատարվի ուղղակի։ Հիմա էլ եկել է, ասում ենք լսի, այն տարբերակը որ դուք ասում եք դու մարդ լինի փողոցում նոր մենք կանենք, սրանք ես ինչ որ ասեցի ամսաթվեր չէ, սուտ չի, ցանկացած մարդ YouTube-ը դնում է, նայում է սեպտեմբեր 2022 թվականի սեպտեմբերի 15, չէ։ Նայում է 2024 թվականի մայիսի 9-ը, չէ, սուտ չի, չէ դա։ Այսինքն որ մարդ փողոցում եղել է իրանք անվստահություն չէ սկսել, դա փաստ է։ Հիմա ասում եմ կլինի որպեսզի այդ մարդկանց չխափենք, չեմ ասում դուք, ես չխափեմ, հակառակն անենք, սկսենք անվստահության գործընթաց, ասենք ժողովուրդ ջան, այս մի անգամ մենք այդ ձեզ չենք խափելու, իսկականից մենք ուզում ենք անվստահության գործ, եւ մեր վարչապետի տեխնացուն էլ այս մարդն է, այս մարդը մենակ վարչապետի տեխնացուն է,
Այս երկու հոգին փոխվարչապետներն են, այս 10 հոգին էլ կառավարությունն է, կառավարությունները ժամանակավոր հաջորդ ընտրություններին չի մասնակցում, սրանց նպատակը կառավարությունն էլ չի, սրանց նպատակ իշխանություն վերցնելը չի, սա հակաճգնաժամային կառավարությունն է, որ այս աղետը կանխենք, 26 թվին դուք կետակ ընտրություն կանեք, ում կընտրեք ենը կձևավորի մշտական կառավարությունը։ Իրանք ուզում են էլի իրանք մարդու անունը գրել, բայց այդ մարդու անունը գրել ժողովուրդ չի գա։ Դե ուզել եք ոչ բացառել ջան, ուզելով չի։ Իրանք ուզում են ստեղծել մի վիճակ, ոնց որ 21 թվականին։ Էլի Նիկոլի համար շատ հարմար տարբերակ։ Մի հոգի կա իբր թե ընդդիմության առաջնորդ, ինքն էլ որպես իշխանության առաջնորդ, էլի ինքը հաղթելու է, ստեղ էլի մի 20 քանի падգամավոր Գեղամ Նազարյանի նման ու մյուսների նման, էդալու են նստել ազգային ժողովում։ Բայց մեկ քիչ եք ասում։ Հիմա մենք հիմա տես ինչ արեմ, ես վերջի շրջանի բաները նայեք։ Իրանց պետք է տարանջատվել Նիկոլից մի քիչ, չէ, տարանջատվելու խնդիր կար, սկսեցին շրջանառության մեջ դրել ով է բերել Նիկոլի։ Ու անկարծ հայտնաբերեցին, նրան ում մերժել են իրանք։ Հայաստան դաշինքի բոլոր падգամավորներն առանց բացառության Նիկոլեն քվեարկել 18 թվականին մերժելով Սերժ Սարգսյանին։ Նիկոլի կառավարության անդամներն են եղել։ Բացի այսպես կոչված Աղվան Վարդանյանից, բայց հիմա է հասկանալի դառնում, թե Աղվան Վարդանյանը որ ծրագրի մեջ էր։ Բարձ ասենք։ Պանդեսագուլյանը։ Հիմա նախարարներ են եղել։ Հիմիկվա Հայաստան խմբակցության падգամավորները Արտուր Խաչատրյանը, Արտվիկ Մինասյանը, Նիկոլ Փաշյանի կառավարությունում նախարարի պաշտոն է զբաղել։ Իշխան Սաղաթելյան եղել է Գեղարքունիքի մարզպետ։ Ասել։ Հիմա իրանք այդտենց բոլորը մերժելով Սերժին բերել են Նիկոլ Փաշինյանին։ Իրանք որպեսզի ազատվեին այս բանից, սկսեցին որ Սերժ Սարգսյանն է բերել Նիկոլ Փաշինյանին, այդ թեզը առաջ տանել։ Շատ արագ սկսեցին։ Այդ թեզը առաջ տարան, հիմա պարզվեց որ էլի իրանք ինչ որ մեկին արդեն որպես ընդդիմության առաջնորդ, որը պետք է գնա երթական կամ արտահերթ ընտրությունների, որը Նիկոլի համար 21 թվական այսպես կայֆ ձեռ է տալի։ Այդ տարբեր չէ, դա ինքը գնաց են պահին։ Այ մարդ ասել է ձեր նման ընդդիմություն իմ կայֆ է տալու։ Չէ, հիմա էլ Ույն էլ կայֆ էլ տալու է։ Էլի այս նույն տարբերակը դրա համար իրանք կյանքում ոչ թե ձեր հետ կհամագործակցեն իմպիչմենտի բանին կմիանան, այլ Նիկոլի հետ հերթական ընտրությունների կգնան ու վերջ։ Սա է ճշմարտությունը։ Դուք ինչի՞ չեք ուզում այս ճշմարտությունը։ Բայց ընտրությունների պարտվողը գնում է մի անգամ իրանք ընտրությունների գնացել են, պարտվել են, չէ։ Իրանք ով է ասում, որ իրանք ուզում են հաղթել։ Երբ հաղթել էին ասում հաղթելու ենք։ Ով է ասում, որ իրանք ուզում են ընդե ունենան մի քանի պատգամավոր։ Իրանք թողնեն ես բան չունեմ ասելու, ես չեմ կարող ասեմ պատգամավորներն ինչ անեն։ Իրանք ինչ ուզում են, թող է տանեն։ Բա մենք մենք պետք է հելնենք, ասենք ախպեր, ոչ դու, ոչ էլ դու։ Այո։ Երկուսի տեղ չենք ուզում։ Այո։ Նիկոլ, ոչ քեզ ենք ուզում, ոչ էլ Հայաստան դաշինքի առաջնորդը։ Հələ պատիվ ունեմ անուն չենք տալ, դրանք ձեն չեն։ Հələ տենակ ինչ դրանք ինչ են ասել։ Ես քանի որ եղել եմ այդ 17 հոկանոց։ Հələ մենք սպասենք դրանց հայտարարության։ Դրանք ես ասում եմ հույս ունեմ, որ էսի լուրջ մեթոդական ձեռնարկ է, որ մյուս պատգամավորներ իմանան ինչ չպիտի գրեն։ Հələ մենք սպասենք դրանք ինչ են ասում։ Հիմա տես, շատ կարևոր հանգամանք է, շատ կարևոր։ Որտեղ ես լավ 17 կուսակցությունների որ մասնակցում եք այդ միջոցառումներին, միշտ բոլորը ինչ էին ասում։ Քանի որ հանրապետական քեզ մերժել են, արի դու սուս մնա, դու մի երևա։ Նրանք էլ ասում էին հաղթեր, լավ, որ մեզ մերժել են, չենք խանգարում։ Հիմա բոլորը այդ էին ասում։ Ձեզ մերժել են։ Սերժ Սարգսյան, դու մի երևա, քեզ մերժել են։ Քեզ մերժելով են, նրանք չէին մասնակցում։ Հիմա էլ հակառակը պատիվ ունեմի բոլոր ներկայացուցիչներն էլ ելույթ ունեցան, ասեցին իրանք միանում են այս նախաձեռնությունը։ Ասելով չէ։ Հա, համաձայն են։ Բարատ։ Հիմա պետք է ուղղակի դուք անհատապես եք չէ գրել բոլորին։ Անհատապես էլ պետք է պատասխանեն, չէ։ Միանշանակ։ Դե հիմա նայեք, ասում եմ այս գործելավոճը կասկածներ է առաջացնում։ Արդյոք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշյանին հեռացնելուն, թե դրա տակ թաքնված է Հայաստան խմբակցությունը թիրախավորելու նպատակ։ Իրանք այդ միշտ էլ ասել են։ Ես ուզում եմ հասկանալ։ Դուք աշխատում եք Քոչարյանի ու Հայաստան դաշինքի դեմ։ Այսինքն, լավ, ասում են։ Ամեն մարդ կարա մի բան ասի, չէ՞, բայց իր ասածը պետք է հիմնավորել, չէ՞։ Այդ նամակներ գրողը ես եմ, հիմա նստածա ձեր առաջ։ Այդ նամակները Ինչի՞ Քոչարյանի դեմ աշխատում։ Լսի, հիմա եթե ես ՔՊ պատգամավոր Թաքուի Ղազարյանի նամակ եմ գրել։ Ասում եմ Թաքուի ու չեմ գրել
քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, գրել եմ ազգային ժողովի падգամավոր Թաքուի Ղազարյանին։ Գրել եմ, ասում եմ Նիկոլ Փաշինյանին անվստահություն այդելու, գրում եմ ասում եմ Տիկին Ղազարյան, քանի որ դու падգամավոր ես, падգամավոր պիտի անկախ գործի, պիտի վերահսկի կառավարությանը, կառավարությունը պիտի ծրագրով գործի, իր ծրագիրը չի կատարում, ազգային ժողովը պիտի անվստահություն հայտնի։ Հիմա եթե ես Թաքուի Ղազարյանին նամակ եմ գրել, Հայաստան խմբակցությանը որտեղ եմ թիրախավորել, Թաքուի Ղազարյանն ու Հայաստան խմբակցությունը մեկ է։ Բայց դու գիտեք, չէ՞ որ այդ նամակը մենք ոչ թե ուրիշ բան ասենք գրածել ենք մենակ Հայաստան խմբակցության падգամավոր։ Քանի որ իրանք երթում ունեն տված Նիկոլին, որ Նիկոլի դեմ անվստահության գործընթաց չեն անելու, իրանք պատրաստ են գրած երթական կամ արտահայտ ընտրությունների, մարդիկ իրաց խոսքի տերն են ուզում ըլլել։ Դե եթե տվեն, ես չգիտեմ դա ձեր ես իմ կարծիքն եմ ասում։ Հա, դե այդ կարծիքի չիցա ձևավ, բայց եթե դու գիտեք որ մենք ելնում ենք այդ նամակները ցույց ենք տալի, ասում ենք ստե 107 հատ նամակ է։ Ասում ենք որ այդ նամակները հասցեագրված է падգամավորներին առանց հաշվի առնելու թե իրանք որ խմբակցում են, ազգային ժողովում պաշտոն զբաղեցնում են թե չեն զբաղեցնում։ Չեն գրել, ասենք ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանին, գրել ենք ազգային ժողովի падգամավոր Հակոբ Արշակյանին։ Ու բոլորին գրել ենք նույն նամակը, այսինքն այնպես չի որ Հայաստան խմբակցության նամակը մի էջ ա եղել։ ՔՊ-ին գրած նամակը 2 էջ ա եղել։ Բոլորին նույն ծավալն է, նույն copy paste, մենակ ազգանուններն է փոխած։ Բայց եթե դու գիտեք, որ մենք ոչ թե մենակ ձեզ ենք գրել, այլ բոլորին ենք գրել, նույն պահանջը, որպես падգամավոր։ Մի հատ իսկ կարակ ասեք, լոգիկան ինչու՞մ է, որ դու գրում եք, ասում եք, սա մեզ թիրախավորելու համար է։ Իրանք վաղուց են ասում։ Դուք եկները ձեզ չթիրախավորեք, եղբայր։ Բայց իրանք ոչ մեկ չի թիրախավորել, դուք թիրախավորել եք։ Բայց ասելը ո՞րն է։ Պիտի ասես որ հիմք ունենաս, չի, ասեք ինչով եմ թիրախ։ Որ ասում եմ ախպեր ջան, դու ազգային ժողովի падգամավոր ես, падգամավորի ֆունկցիա պիտի թիրախավորելը ո՞րն է։ Այսինքն դու մտածում ես, որ եթե դու падգամավոր ես, ուրեմն ինչ ուզում ես պիտի անես, ես էլ ասեմ, հա էլի դե իրանք անդիմադիր են։ Դե որ անդիմադիր են, ուրեմն պիտի մենակ իրանց ճյովենք։ Ինչի՞ց է երևում որ դուք անդիմադիր եք։ Ո՞վ է ասում որ դուք անդիմադիր եք։ Իա, Նիկոլին հարց է տալի։ Ալենի հետ գնում են Եվրոպա։ Հա։ Վա այդ ընդդիմություն է, չէ՞, իրանք որպես ընդդիմություն են։ Իսկ ինչով է երևում ձեր ընդդիմադիր ելնելը։ Գործոտ պիտի երևա, չէ՞։ Հարց եք տա, բանը քննադատում է։ Ես էլ եմ քննադատում, իսկ падգամավոր չեմ։ Բայց ես որպես падգամավոր չեմ կարա, չէ՞, ես որ падգամավոր ելնեի, այսօր ոչ մեկի նամակ չէի գրելու, այդ նախաձեռնությունը ինքը ստորագրելու էի։ Մի րոպեում 2022 թվի օգոստոսի 3-ին ստորագրելու էի, այդ նստեի սաղիդ կողքը, ասեի Իսագունյան դու էլ ես падգամավոր։ Դավայել եմ։ Չես ստորագրում, այսինքն ոչ չես ստորագրում։ Ուզում ես որ Նիկոլը մնա, այս մարդիկ չեն հասկանում, որ այդ նախաձեռնությունը տապալվի։ Երեք օրինակ մի հոգու հետ է խոսում, Ամերիկայից մի հատ դաշնակցական է։ Դե սաղ օրը Նիկոլին թողած այդ մարդը առավոտից երեկոն կպած Ղազարյան է, հիմա նստած մեզ է նայում։ Որպեսզի հեսա պրզնի գրի Ղազարյան այդ գարը գնաց Իսագուլյանի մոտ մի հատ սուտ տեղեկություն տարածեց, impeachment այսպես բան։ Բայց նստած զանգել եմ, ասեմ ախպեր, ինչ ես ուզում դու։ Լավ, լսեցի, ուզում ես վաղ ելնեմ, եթերում ասեմ, Ամերիկայից մի հատ խելոք դաշնակցականի եմ գտե ախպեր, այնպես բաներ ասած, փոշմանել եմ, ասած, ամոթուց տեղից չեմ գտնում։ Ես այդ impeachment-ի անունը չեմ տալի, թարգում եմ, նարեկ, թարգեք ախպեր, սա Իսագուլյան, փակեք այս եթեր մեթեր, այդ չկա, ինչ հալելու ինգեր ասում եմ դրա արդյունքում։ Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ։ Էդ եք ուզում։ Էդ է ձեր ուզածը։ Իրանք ասում են ախպեր, դու կարաս 20 հատ ԿՊԱ-ական բերես, մարդիկ քեզ այս պահանջում են, որ դու ԿՊԱ-ական։ Այ մարդ, ես ԿՊԱ-ականին հասնելու համար իսկի ձեզ չեմ կարող բերեմ։ Mən նամակ եմ գրել, ասում եմ 20 չէ, 1 մի падգամավոր կգտնվի այդ ազգային ժողովում, որ այդ թղթի տակ ստորագրի, կասի ես Նիկոլ Փաշինյանին անվստահություն եմ հայտնում։ Իրանք էլ չեն ստորագրել, ասում են դուք գնացիք ԿՊ բերեք։ Մարդ հավաքեք։ Ու հետո գիտեք ինչ, այդ նույն մեկին եմ ասում։ Ասում է դա, այդ բոլոր падգամավորները հիմա ինտերվյուներ են, չէ՞ տալի մեծ մասը այդ խմբակցության։ Որ խմբակցություն։ Հիմնականում Հայաստանը, այս թեմայով էլի։ Դա չլնող բան է, այ մարդ անլուրջ բան, այդ Էդգար Ղազարյան вообще անլուրջ, ծաղրացու են բանն է, Ստեփան Դանիելյանն ասում է Ղազարյան Էդգարը ծաղրացու է։
Ստեփան Դանիելյանով է։ Εμա Սորոսից որ փողը ստացել մեր եկեղեցու դեմ գրանտներ աշահի ժամանակին, հիմա այլ Հայաստան դաշինքի հիմնադիրներից է։ Ասում է հոգեկան հիվանդ է Էդգար Ղազարյանը, ծաղրացու է։ Ինքը լուրջ մարդ է, էլի։ Ասում է Նիկոլ Փաշինյանին պիտի հեռացնել միայն ընտրությունների միջոցով։ Ինչքան ընտրության մասնակցել են, Նիկոլին կրվել են։ Մայր Հայաստան խմբակցությունով։ Ստեղծվել են ընտրություններից առաջ Երևանի։ Երևանում պարտվել են, երրորդ տեղն են ընկել։ Գնացել են Գյումրի, մասնակցել են 5-րդ տեղն են ել։ Ինչքան իրանք Նիկոլ այդ ընտրության են գնացել, Նիկոլից կրվել են։ Հիմա այդ ոչ հոգեկան հիվանդ չծաղրացուները, դες լուրջ դեմքով ասում են Նիկոլին հաղթելու ձև ընտրությունն է, Նիկոլից կրվողը ընտրություններով։ Ասում է որ Նիկոլին հեռացնելու ձևը ընտրությունն է։ Ինչ արեց իրանք մենակ Նիկոլին չեն կրվել էլի։ Չխորանան։ Հիմա ասում ենք, եթե դուք անվստահություն չեք հայտնում, ի՞նչ է, Նիկոլը մնում է, չէ՞։ Հիմա ասում եմ, անհնար բան է, անլուրջ բան է, ԿՊ-ականները երբեք չեն միանա, երբեք, նրանք սկզբում, էդի ասում եմ, այսինքն դու ասում եք, տենց է ստացվում էլի, այմարդ ԿՊ-ականները, կարող է դուք ԿՊ-ականներին համատում եք դաշնակցականների հետ, որ մի շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը դրել, մի շաբաթ հետո Նիկոլ Փաշինյանը։ Եղել է, չէ՞ դες բան։ Այո։ 2018 թվին։ Այո։ Ամբողջ ֆրակցիայով գնացին Սերժ Սարգսյանին ընտրին վարչապետ, 10 օր հետո բացի Աղվան Վարդանյանից բոլորը ընտրին Նիկոլ Փաշինյան։ Բայց ո՞նց է լավ։ Հիմա դուք ասում եք, նիկոլականները դա դաշնակ չեն, որ մի օրը սենց, մի օրը նենց, 10 օրվա մեջ կարծիք փոխեն։ Նրանք սկզբունքային։ Ճիշտ են ասում եմ իրանք։ Ասում դու հասկանում եք ինչ եք ասում։ Դե որ ասում եք նիկոլականները չեն միանա սրա, դուք հասկանում եք ձեր ասածը, ինչ է իրանից ներկայացնում։ Դուք միացաք Նիկոլին, Նիկոլը ձեզ չի միանում։ Որտեղ դրանք սկզբունքային են ի տարբերություն մեզ։ Ոչ չեն մի, բա հիմա ասենք դու օրինակ ԿՊ-ական մի պատգամավոր ինձ այսքանի մեջ մեկը պատասխանել է գրավոր։ Հիմա ես այդ նամակին իրան պատասխանելու եմ, ասել եմ իհարկե շնորհակալություն, որ դու Արսեն Թորոսյան չես, որ դնես եթերում նամակը ճղես գցես, պարկեշտ ես գտնվել, պատգամավոր ես, քաղաքացուց նամակ ես ստացել, չէ, խելամիտ ժամկետում պատասխանել ես։ Բայց պատասխանի բովանդակության հետ ես խնդիրներ ունեմ։ Խոսքը պատգամավոր Թաքուի Ղազարյանի մասին է ԿՊ-ական։ Որտեղ գրել ասում է կառավարությունը իր ծրագրից չի շեղվել, հետևաբար անհրաժեշտություն չկա, որ մենք իրան անվստահություն հայտնենք։ Այդտենց է գրել։ Հիմա պիտի ասեմ աղջիկ ջան, արի, հայերեն գիտես, չէ՞։ Այս կառավարությանը ծրագիրն է։ Կլինի մի հատ իրար հետ կարդանք։ Գրած։ Կառավարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը համարում է գերակայություն։ Հստակեցրել են էլի Ադրբեջանի կազմում։ Չէ, այդպես չէ, հետո շարունակել են։ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղում իրանց անվտանգ ապրելու իրավունքները պետք է լինեն երաշխավորված։ Երաշխավորված է հիմա։ Ընդ է։ Դու մարդիկ իրանց կամքով եկել են։ Հիմա ես ասում եմ Թաքուի ջան, բայց այսպես կատարվել է։ Այս գրածը կառավարությունը կարևորում է ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը եւ դա կարևոր պայման է համարում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման խնդրի լուծման, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ։ Գրածա չէ։ Չեմ ասում այդ բան գրեիք, արա։ Գրածա չէ։ Հիմա վարչապետը այդ կառավարության հայտարարում ասում է ԵԱԿ Միսկի խումբը պիտի լուծարվի, նախաձեռնողներն մենք պիտի լինենք, ոչ թե Ադրբեջանը։ Ո՞նց է կատարվում։ Ուրիշ բան է գրած, դրա հակառակ բանն է ասում։ Գրածա կառավարությունը պիտի շարունակի համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում, հայ-ռուսական համագործակցություն ՀԱՊԿ-ի շրջանակներում, ՀԱՊԿ-ը դիտարկելով տարածաշրջանային անվտանգության կարևոր գործ։ Գրել են։ Հիմա կառավարությունը դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Չնայած թե գրել է, որ պիտի ջանքեր գործադրի, որ դրա այդ համագործակցությունը զարգացնի։ Բայց մեզ կատարվել է, ո՞նց է կատարվել։ Սենց հասարա, այդպես կարևոր հարցերից է, մինչև հասարակ ենթադրենք կառավարությունը խոստացել է, որ պիտի ներդրվի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգ։ Չի ներդրվել։ Կառավարությունը ցտե գրել է, մենք կերտում ենք նոր Հայաստան, պատմական Հայաստանի փոխարեն, գրել է։
Ծառայությունների վարչապետը բյուջեի քննարկման ժամանակ ասում է ես չեմ եկել այստեղ բյուջետային ցուցանիշներից խոսեմ։ Եկել եմ ձեզ ասեմ թե ինչ բան է իրական Հայաստանը, ինչ բան է պատմական Հայաստանը։ Կառավարությունը իր ծրագրում գրել է, որ իրանք փոխելու են սահմանադրությունը հրաժարվեն անկախության հռչակագրից։ Գրած ասել, հիմա թակուի ջան, մատ հայերը խելոք աղջիկ ես, մատ կարտատենա որտե է գրած։ Բա որ գրած չի, ո՞նց է անում։ Սահմանադրության մեջ գրած է կառավարությունը պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը իրագործում է իր ծրագրի հիման վրա։ Այն ինչ որ ծրագրում գրած չի, իրավունք չունի անի։ Այն ինչ որ ծրագրում գրած է, պարտավոր է անի։ Կառավարության ծրագիրը սովորական էսին ձեռի թղթից չի։ Կառավարության ծրագիրը դա ազգային ժողովը հավանության չի տալի, ազգային ժողովն է ծրվում։ Այդ աստիճանի կարևոր փաստաթուղթ է։ Բայց ինչի է կարևոր։ Կարևորը որ կատարվի, չէ՞։ Թաքուինից գրել ասում է ժողովուրդը վստահել է Նիկոլ Փաշինյանի, խոսքը Թաքուի Ղազարյանի մասին է, չշփոթեն մեր Թոմասյանը։ Ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանի եւ իր ընտրությունը կկատարի 2026 թվականին։ Աղջիկ ջան։ Ընտրել է ինչի համար ընտրել, որովհետեւ ծրագիր եք, չէ՞, ներկայացրել։ Դուք որ գնայիք ժողովրդին 21 թվին ասեիք, մենք ուզում ենք որպեսզի Արցախը հանձնենք Ադրբեջանին, կընտրվեիք։ Ձեզ ընտրել են, որ դուք Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիան եք, չէ՞, այդ եք գրել։ Բայց եթե դուք պիտի ձեր ծրագիրը չկատարեք, ձեր խոստումները չկատարեք, ընտրությունը ելում է պետք։ Ընտրությունը դրա համար է, որ ծրագրերը կատարվի, չէ՞։ Ոչ թե ընտրությունը դրա համար է, որ դու գաս իշխանության, ծրագրերը ճղես գցես, ասես ինչ Ալևն ասում է, ես հետ եմ անում, ինչ ժողովուրդ։ Ինչ հայ ժողովուրդ, ինչ Հայաստանի սահմանադրություն, ինչ օրենսդրություն։ Ես Ալիևի պահանջներն եմ կատարում, սահմանադրությունը խանգարում է, սահմանադրությունը կփոխեմ։ Օրենքները խանգարում է, օրենքները կփոխեմ։ Անկախության հռչակագիրն է խանգարում, անկախության հռչակագիրը կփոխեմ։ Ես Ալիևի իշխանություն եմ, ես Հայաստանի ժողովրդի իշխանությունը չեմ։ Թաքուինն էլ ասում է, ես լրի պաշտպանում եմ այդ կառավարությունը։ Պաշտպանում ես վերկացրադատկաշի գնա Ադրբեջան պաշտպանի։ Դու իմ երկրի հետ ի՞նչ գործ ունես, աղջիկ ջան։ Հիմա ես իրանից հանդիպում եմ խնդրելու, գրելու եմ, ասեմ Տիկին Ղազարյան Թաքուի, ձեր նամակը ստացել եմ, հարցեր ունեմ ձեզ տալու, ինձ համար պարզ չի ձեր գրած նամակի բովանդակությունը, քաղաքացիների ընդունելությունը երբ է։ Այսինքն կայանք sense ընդհանրել։ Հիմա եթե ես չեմ կարող մտնեմ ազգային ժողովի շենք, չեմ կարող նրանց հետ խոսեմ, մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների падգամավորները, սաղորը շենքում են, չէ՞։ Բայց սրանցից բացի դրանք իրանց հետ ուրիշ ինչ են խոսում քննարկում։ Ասենք այս հարցերից բացի Արմեն Ռոստամյանը, որ չգիտեմ Ստրասբուրգի կամ որտեղ Փարիզի аэроպորտում Ռուբինյանի հետ նստած պիվա է խմում։ Եթե սրա մասին չի խոսում, բա ինչի մասին է խոսում։ Պիվայի Լավն է թե վատն է, դե լավը կլինի, դե խոսալու բան չկա, դրանց պիվաները սաղը լավն է։ Ես չեմ խմել։ Ես խմել եմ։ Այնպես որ այս խոցելի բաներից լրջացեք մի հատ։ Սրանց թվում է, թե մենք էս կատակ ենք անում, էլի։ Այս անվստահության գործընթացը, դա միայն process է, մարդկանց վերջնարցուկը չի հետաքրում, մենակ process-ն է հետաքրում։ Մեր մշտական դիտորդ Արևը, ուրեմն այս բայ Միացյալ Նահանգներում է, ասում է փաստորեն ստացվում է հետեւյալը, հա, եթե վերցնենք հայտնի դաշինքը, այդ դաշինքը ասում է կամ իմ սրտի թեկնածուն, որը հավանաբար այդ հայտարարությունը գրել է, թեկնածուն կդառնա վարչապետ կամ Նիկոլը կմնա նորից վարչապետ, կամ ես պետք է դառնամ, ոնց որ Նիկոլն ասում էր, կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, հիմա Հայաստան դաշինքի հավանական թեկնածուն ասում է, կամ ես կդառնամ վարչապետ կամ Հայաստանի վարչապետ կմնա Նիկոլը։ Իրանք դեն առաջադրել, ամեն ուզում որ դառնա։ Մենք ընչենք մեր նամակում տեղը ազատ թողե վարչապետի անվան։ Որտեղ ասում են դա ձեր իրավունքն է, մարդիկ հաշվարկել են, եթե գրեն այն մարդու անունը, ում որ իրանք ուզում են, ժողովուրդը ոչ կգա միտինգի, ոչ էլ մարդիկ կմիանա։ Հա։ Դե ուրիշին գրեն։ Հիմա ամբողջ խնդիրը սա է։ Դուք առանձին падգամավորների գրել եք նամակ։ Այդ падգամավորները ինքնուրույն որևէ բան որոշելու իրավունք չունեն։ Ոչ չունեն, դրանց պարտավորություն է, սահմանադրության մասը։ Այնուհետև սահմանադրություն, պարոն Ղազարյան։ Ոչ, Իսագուլյան ջան, պարոն Ղազարյանը ի տարբերություն մնացած շատ քաղաքացիների ոչ թե հաշտվում այն իրողության հետ,
որ սա էժան ուսապարկեր են, սա թանկ ուսապարկեր են, սա ավելի թանկ ուսապարկեր են։ Գիտես ինչը ցավալին որն է։ Տես չի։ Ես բոլորին վերաբերում եմ ոչ թե որպես ուսապարկերի, սրա նրան ենթարկվող, այլ որպես ազգային ժողովի падգամավորների։ Այնց ոնց որ գրած է սահմանադրության մեջ։ Падգամավորը ներկայացնում է ողջ ժողովրդին, կաշկանդված երամայական մանդատով, առաջնորդվում է սեփական խղճով ու ամուսնուկներով։ Վերջ, սենց է գրած, սենց պիտի լինի։ Մատես Ղազարյան ջան, իմ մոտ օրինակ ցավը որն է, էլի։ Այս գործողությունները որ տեղի են ունենում, ես համոզվում եմ հետեւյալում, որ մարդիկ ովքեր ժամանակին իրանց ներկայացրել են հայրենասեր, հաղթող, տիեզերանավ, սուզանավ, օթանավ, ամենակարող, բան մի խնդիր են լուծի ամբողջ կյանքում։ Պաշտոն ունենալ, իշխանություն ունենալ, բիզնեսները նորմալ է թա իրանց հարազատների, մոտիկների, եւ ոչ մեկը երբեք որևէ ժամանակ չի մտածել ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի մասին։ Դες այդպես տպավորություն է իմ մոտ առաջանում։ Որտեղ որ նեղ պահին մարդը իր ամբիցիաները չի կարողանում մի կողմ դնել ու լծվել ընդհանուր գործի, որը կնպաստի նրան, որ Արցախը չկորցնեինք, ոչ գիտեմ սա չլիներ, չի արել, որովհետեւ թակարակը ինք ուզեցել է, որ Նիկոլը վարկաբեկվի, որպեսզի մի առիթ լի ինքը նորից դառնա օրինակ երկրի ղեկավար։ Անուններ չեմ տալ ես, ապրիորի եմ ասում։ Հիմա դրանից հետո դու օրինակ ո՞նց ես մտածում։ Հիմա ես սկսում եմ մտածել, որ ինչ որ մի բան, ինչ որ մի տեղ ընդ չի եղել։ Եվ շարունակեմ էլի, դու կարծում եմ միտքը հասկացար։ Հիմա այս պայմաններում դու ո՞նց ես մտածում։ Մեկ է ձեզ անելու են։ Գիտեք ոնց են անելու։ Ոնց կա տենց անելու են։ Իրանց թվում է, թե որ հեսա sense մի հատ հայտարարություն արեցինք, մենք ասել ենք դե ուրեմն Հայաստան դաշինքի падգամավորները արեցին այդ հայտարարությունը, դա նշանակում է, որ ամենամեծ խորհրդարանական խմբակցությունը չի միանում այս նախա։ Ինձ եւ Նարեկ Մայլյանին ասում է գնացեք, եթե նման գործընթացը նախաձեռնողները, դե պարզ ովքեր են, ես եմ ու Նարեկն եմ, կարողանան ապահովել պակասող 8 падգամավորի ստորագրություն։ Այ քեզի բան։ Ես մարզպետ եմ ելել։ Մի հատ քաղաքացի բնականաբար ժամանակի ընթացքում մի հատ դիմում առաջարկ կգրեմ։ Ասում եմ, մարզպետի հայտարարությունը։ Այն քաղաքացին, որ առաջարկ արե, մինչև մեր գյուղը ասֆալտապատել ելնել։ Չէ, ինքը թող իրանց գյուղի, սա բնակիչների կարծիքը ստորագրած պասպորտի տվյալներով չբերի, գյուղի ժողովրդին հետ չհավաքի, չբերի մարզպետանի դիմաց մի հատ մեծ հանրահավաք անեն, ես իրանց առաջարկս չեմ Ես իմ պարտավորությունը չեմ կատարի։ Ճաղեմ, քեցեմ դրա նամակը։ Ավելի լավ է, գոնե Թուրոսյանը է, ճղելով իր մարդ հասեց ախպեր, ես եմ ճղում եմ։ Հա, դե Այնպես չգիտեմ ճղում են։ Ճղել է դա, ճղել է ավ։ Բասիկ դե դու ո՞նց ես դες բան ասում։ Այսինքն պայմանը մի բան էլի, մի շիշել բան, փեչատնի արախ։ 8 падգամավոր մի շիշել արախ։ Մինչև չբերե, այդ գործ գլուխ չի գա։ Ախ հետոն էս բաներ են գրում։ Ասում է պետք է ճնշում գործադրել падգամավորների վրա, որ հեսա առանց փողոցում ձևավորված հզոր համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջող, ոչ ճնշում։ Այ մարդ ոչ ճնշում։ Падգամավորի վրա ճնշում չի կարելի գործադրել։ Այդ նշանակում է, որ կարող է պատահի դուք սա ինչ-որ մեկի ճնշումով եք գրել։ Ո՞նց է ճնշում։ Մենք օրինակ որ ասում ենք փողոցում մարդ հավաք, մենք ասում ենք պետք է ժողովուրդը այս գաղափարին աջակցի, չէ՞։ Բայց դա ոչ թե դրա համար է, որ մենք ինչ-որ մի падգամավորի ճնշենք, այլ հակառակը օգնենք, ճնշումից ազատենք։ Հովիկ Աղազարյանը 1000 տեղ ասել է, որ երբ որ ինքը ԿՊ-ի падգամավոր էր, գործադիր իշխանությունից իրաց ճնշում էին։ WhatsApp էին ուղարկում, ասում էին էս կանեք, ստե չեթակ, սենց քվիարկեք, չէ՞։ Հաստատել է, որ իրանք ճնշման տակ են։ Հիմա մենք ասում ենք ժողովուրդը, որ հավաքվի, ոչ թե դրա համար, որ ժողովուրդը գնա ինքը ճնշած, մի 4 օր նստենք մի հատ падգամավորի վրա, ասես ճնշենք։ Այլ հակառակը, падգամավորը տենա փողոցում կանգնած ուղակի մարդ, որ այս գաղափարին պաշտպանում է։ WhatsApp-ից դուրս գա հեռախոս դանջատի,
Որ էլ Նիկոլից հաղորդագրություն չստանացի, Նիկոլը հերիք չի այդ պետության գլուխը կերել է, այսքան մարդու գլուխ կերել է, հիմա հերթ հասել է ինձ քպայական падգամավորից, ինձ ա ուզում ուտի։ Վրաս մանգը ասի ուր է այն թուղթը։ Բերեք ես ստորագրում եմ։ Եթե ժողովուրդն է մեզ ընտրել, եթե ժողովուրդը այդ կարծիքին է, ժողովուրդը տենց է մտածում, մենք պիտի ժողովրդի կամքով առաջնորդվենք, որովհետև սահմանադրության մեջ տենց է գրած, ինքը այդ ժողովրդին է ներկայացնում, ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Մարդ փողոցում, որ պիտի գեներացվի ինչ-որ մի էտապ, վստահ եմ, որ մարդիկ դուրս են գալու փողոց։ Այս գաղափարը, այստե Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մայլյանը 100-երորդական մարդիկ են, 100-երորդական։ Այստե առաջնայինը գաղափարն է։ Կարակ տակ հիմա Էդգարին սպանեք էլ, բայց այդ գաղափարին էլ չեք կարա սպանեք։ Վերջ այս գաղափարը արդեն ամբողջ հասարակությանն է։ Ժողովուրդը պահանջում է այս գաղափարը։ Կարակ ուզում եք տարեք գցեք բան, ծեծեք, չգիտեմ, փող տվեք թույտա եսի մուր։ Գողացեք տարեք։ Գաղափարին չեք կարա կպնեք, էսի գաղափարի պայքար է, էսի անձերի պայքար, ես անձերը ստե 100-երորդական նշանակություն ունեն։ Իսկ այդ մարդիկ այս գաղափարի հետևից փողոց դուրս գալու են, ու դուրս են գալու ոչ թե որ ի աջակցություն Էդգար Ղազարյան, Էդգար Ղազարյանն ով է որ Էդգար Ղազարյանն աջակցություն ցուցաբերեն։ Ի աջակցություն վարչապետին հեռացնելու գաղափարի, որը միակ օրինական եւ հնարավոր, ասում եմ, դժվար է։ Բայց դժվար է, բա ի՞նչ է։ Բայց դուք մտածում եք, որ ես չգիտեմ, որ դժվար է։ Գերել եք, որոշման ընդունման համար պետք է 54 ձայն, շնորհակալություն հարգելի Հայաստան դաշին, որ կրթեցիք ինձ։ Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը իրանց կոնտինգենտին են կրթում, դուք էլ ինձ։ Ես չգիտեի, որ 54 կողմ ձայնապետ, շնորհակալություն ձեր հայտարարությունը կարդացի, իմացա։ Մենք շատ լավ գիտենք 54 ձայնապետ։ Ոնց պիտի լինի այդ 54 ձայնը։ Բայց ճշտել եք հաստատ այս հայտարարությունը իրանք են գրել։ Դե այսքան ժամանակ հերքեի, սաղ իրանց էջերի վրա կիսվում են, ուրեմն իրանք։ Ով հերքի։ Պատգամավորները։ Հայաստան դաշինքի պատգամավորները սաղ լայք են դրել, կիսվել են իրանց էջերի վրա, չէ, հաստատ է այդ արդեն առաջի տպավորությամբ է ես գիտեի թե կեղծ է։ Բայց պարզման լավ է ճիշտ է։ Բա որ գրել ես, մտածում ես ես չգիտեի, բա որ դժվար է, ինչ պիտի անես։ Դժվարությունը պիտի հաղթահարես, չէ։ Մի հատ վարկած կար, դες քննարկվել էր, որ ասում են, բա ով է լինի վարչապետի, դու ասի, օրինակ ես էլ էի այդ կարծիքի մտածելով, անձնապես ճանաչելով բարձր գնահատելով Արմեն Գևորգյանին։ Հայաստան խմբակցության պատգամավորը, խելքը տեղը, տեսքը տեղը, կրթված բավականին, փորձառու, փոխվարչապետ է եղել երկար ժամանակ, նախարար վարչապետ։ Նախագահ աշխատակազմի 20 տարուց ավել նախագահական կառավարություն, ազգային ժողով։ Ամենաբարձր պաշտոնները ով են որում համ Ռոբերտ Քոչարյանի թիմում ա եղել, թիվ 1 ես տեսել եմ։ Ինքը Բաբկեն Արաքսյանի հետ էլ աշխատել է։ Արմեն Սարգսյանն է իրան բերել, իրան օգնականը։ Հա, դեպի Արմեն Սարգսյանը։ Վարչապետը։ Սերժ Սարգսյանի կառավարությունում է փոխվարչապետ է եղել։ Բայց փոխվարչապետ եղած մարդը չի կարա իմալի վարչապետ։ Գրեք Արմեն Գևորգյան, ընդ որում հիմա այդ ԿՊ-ում շատ-շատերի նկատմամբ բավականին լոյալ են վերաբերվում։ Այդ երեխաը պատվիրակության անդամ է։ Գնում են Ռուբինյանը կարծիք հայտնում, լսում է, ասենք նույնիսկ խորհրդակցում է, դա գլխելուխ մարդ է, Գևորգյանը ես ճանաչում եմ, ինքը լավ դրական հատկանիշներ ունի։ Ներկայացրել, ես այդ շատ երկար։ Հիմա բայց այսօր կարդում եմ իր վերաբերմունքը, որ մամուլում գրել էին, որ կարա վարչապետի տեխնացու լինի նաև Արմեն Գևորգյանը։ Չէ, ինչի՞ չէ, այ Նիկոլ Փաշինյանը կարա լինի։ Լավ ինքը ինչ էր գրել։ Ինքը բացասական արձագանք է, տոֆար է իմ հասցեի, իմ անունից խոսում։ Ես այդ նույն բանը ոնց որ ասեք Արմեն Գևորգյանը Հռոմի պապի տեխնացու բան, ես Ինչի՞ չէ օրինակ։ Դժվար է։ Այսինքն պիտի Գևորգյան Արմենը փոխվարչապետը լուծել է, այդպես արձագանքի ինձ հետաքրիր է, երբ որ Սերժ Սարգսյանն իրան առաջարկել է որի փող։ Դες մի անգամից համաձայնել է։ Որտեղ մոտ կոմֆորտ էր, չէ՞, դժվար բան չկա։ Մի անգամից հետո ես կառավարական շենք, 9 մետրանոց առաստաղով կաբինետը կա, ծառայական մեքենան կա, փողը կա, գործը կա, կոմֆորտ, հանգիստ, դու մարզպետները կան, ենթարկում են հանձնարարություն տարածես, իրանք էլ անում են։ Շատ լավ է։ Էսի դժվար է։ Այ հիմա էլ է իր համար շատ կոմֆորտ երևի։ Ստրասբուրգ գնում, ընդ մտանգլերեն ելույթ անում, դեռ ումա պետք է այդ ելույթը, այդ ելույթներից մինչև համ մեր հասարակական կյանքում ինչա փոխվել։ 0 արդյունք, 0։ Մի ելույթ չունեցել, հիմա պոյս տվեք YouTube-ում Արմեն Գևորգյանի ելույթ ազգային ժողովի ամբյոնից, տեսեք որ թվին այլ է, երբ այլ է։ Ո՞։ Նույնը մեր հարգարժան Արմեն Գևորգյան, պատգամավոր է։
Ոչ չեք պայքարելու։ Դժվարությունները չեք հաղթահարելու։ Բայց 21 թվին այդ մանդատները վերցրել եք, որ ինչ անեք։ Բայց սա մանդատ վերցրեք, ասեք, որ խրամատի առաջի գծից պայքարել։ Որ փողոցային պայքարը համադրենք պատգամավորական լիազորությունների հետ։ Հիմա պատգամավորական լիազորությունը դու համարում ես մենակ ԵԽԽՎ պատվիրակության անդամ ելնել, հա։ Բա ինչ Եվրոպայում Պայքար չունես դու տաներն եկել։ Միած կարծի, բան իր աշկի առաջ իրանց խմբակցության պատգամավորին։ Ամբյոնից անվտանգության աշխատակիցները վերցնում տանում են, չեն թողնում ելույթ ունենա։ Ինքը ամիջապես հարց է տալի։ Իսկ ԵԱՏՄ-ն մեր գինու արտահանման համար իսկ այ բալա, իշ ԵԱՏՄ, իշ գինի, ինչ արտահանում, քո խմբակցության պատգամավորին չէ թողնում ազգային ժողովի ելույթ։ Դու դրանից հետո գինի արտահանելու մասին հարց ես տալի։ Արմեն Գևորգյանը նորմալ է։ Ու եթե դուք համարում եք, որ դուք քաղաքական թիմ եք, մենք էլ ձեզ թիրախավորում ենք, դուք ձեզ չթիրախավորեք, ձեզ ուրիշ թիրախավորող չի լի։ Հենց են իմանում, սենց այս հայտարարությունը արին, հեսա մենք էլ սենց աբուրները հավաքելու են, ասենք դե չի լնում, էլ այմը, ոչ, այս գործը լնելու է, այս գործը լնելու է, ոչ թե, որ դա իմ ցանկությունն է, այլ որ այս հասարակության ցանկությունն է, որովհետև մեր ժողովուրդը հիմա մեզ նայելուց էլ գրելու են, խոսելով չի, գործ անելով է, պիտի դուզ գաք սրանց հեռացնենք, իսկ սրանց հեռացնելու մի ճանապարհ գոյություն ունի։ Դա անվստահության ճանապարհն է։ Չուզելով այս նույն խմբակցության պատգամավոր, հələ պատիվ ունեմ ձեն չի անել, դրա համար ես չեմ կարող ձեն անել, դրանք ինչ են ասելու, էլի։ Նույն ԿՊ-ի մյուս պատգամավորները չուզելով, այսպես չուզելով անելու են։ Մենք իրանց ձեռով այդ Նիկոլին տանելու ենք դեպի չնայած են տեսքը լավը չնայ Վանաձորցի կենիկն էլ ասում են նիհարել ես բան աշկիս հետի մեռնելու է խայտարակել ենք այտենց է չհասնենք իմպիչմենտ անում սա մեր ծրագրերը փոզմիշ անելու լավ չի չես տենում գլխարկի 3 ռազմեր վրան մեծ արդեն մտնում այդ գլխարկի տակ գլխարկը արդեն ակաժներից էլ այ չէ ներքև բաժան բան է ես ասում եմ հարգարժան իմ կողմից շատ հարգելի ընդդիմադիրներ մեկ է բոլորդ արդեն տկլոր եք բոլորիդ նույնիսկ արդեն ներքին օրգաններն են ներևում, էլի, որն է նեխած, որը նեխած չի։ Գիտեք, ցավալի է, ես երբեք չեմ ցանկացել մարդկանց մասին կարծիքս ու տեսակետս փոխել։ Բայց երբ որ նայում եմ, ես շատ բաներ օրինակ նախկինում ուշադրություն չեմ դարձրել, մինչև Նիկոլը չեմ էլ դարձրել։ Թալանի վրա չեմ նայել, մարդը ոնց է եկել, հետո ինչ է դարել չեմ նայել, հասկանում եք։ Չեմ նայել, դա ինձ առանձնապես չի հետաքրքրել, ես զբաղված էի Ղարաբաղով իմ խնդիրի հիմնականում եղել է Արցախը, Արցախի հետ կապված խնդիրները։ Եվ շատ բաներ, որ մարդիկ արել են, հիմա 18 թվականից հետո, երբ որ Նիկոլը եկավ, ու կամաց ինչ-որ բաներ, հա, խնդիրներ առաջացան ու տեսա թե ով այդ խնդիրների լուծմանը ինչ մոտեցում ունի, բոլորը սենց մերկացան, կամաց, այնքան մերկացան ու տկարացան, որ իրանց ներքին օրգանները ամբողջությամբ տեսանելի դարձավ ինձ համար։ Ես հասկացա, որ մարդիկ կան, ում հիմա մեծարում են, թիվ 1, ամտի, չէ, Սուզանավ, Տեզերանավ։ Կյանքը ցույց է տվել, որ այդ մարդիկ այս Հայաստանի վերջի շրջանի պատմության մեջ ամենաբացասական դերակատարությունն են ունեցել։ Ամենաբացասական։ Եվ դրա հիմնական պատճառն եղել է, որ իրանք միշտ էլ իրանց անձնականը վեր են դասել ազգայինից ու պետականից։ Միշտ էլ վեր են դասել։ Հիմա ասենք այս ժամանակ այդպես դեպքեր որ լում էր, դու մտածում ես, որ այս դեպքի համար իրանք չէ, հետո տեսնում ես, հա, այդպես դեպքեր 1-ն ու 2-ը չի եղել, հարյուրավոր են եղել։ Եվ հիմա էլ որ ինչ որ արդեն ասեկոսեններ են շրջանառության, իմ համար որևէ մեկը, տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ որևէ մեկը չի կարող ասել։ Բացի ինձանից ոչ մեկը չէր համարձակվում ամբիոնին մոտենալ։ Այն ոճով ու այն տոնով, որ ես էի խոսում։ Այն ժամանակ էլ իմ դեմ քրեական գործեր եւ այլ։ Բայց այդ բոլորով հանդերձ Լևոն Տեր-Պետրոսյանը իմ համար մնում է հիմնադիր նախագահ, մարդ, ով հաղթանակով ավարտեց ամեն ինչ, ամենածանր ու ամենադժվար ժամանակներում։ Եթե ինչ-որ մարդիկ սեն, չէ, ամենածանր շրջանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանը։ Դա փաստ է, իմացելով չի,
երկրաշարժ, պատերազմ, խորհրդային միության փլուզում, ցուրտումուտ տարիներ, անդադ ուրեմն անջատումներ եւ այլ, ու այդ վիճակում մենք հաղթեցինք։ Դա էր գերագույն խնդիրը։ Մեր համար ամենալավ շրջանը, ամենախաղաղ շրջանը եղել է 98-ից 2008, դա էլ եմ ասում պատճառն ինչ էր։ Աշխարհում մեկ գերտերություն կար, ոչ մի խեղճություն եւ ոչ մեկը ոչ Ադրբեջանը կհամարցակվեր ինչ-որ բան անել, ոչ Թուրքիան կհամարցակվեր ինչ-որ բան անել, ոչ մեկը սաղ տիխելով նայում էին Վաշինգտոնին։ Ցավոք սրտի Վաշինգտոնից մեր շատ լավ առաջարկ է եղել, մեր այն ժամանակվա ղեկավարությունը չի հասկացել դե դրանով Վաշինգտոնն ինչ է ուզում, դա էլ մի գեղեցիկ օր դա էլ հուշերում կգրվի, կպատմվի թե ինչեր են եղել։ Եվ 2007 թվականից հետո միլիոն անգամ ասել է, էլի աշխարհը ընկավ խառը վիճակի մեջ, երբ որ արդեն նոր բևեռներ էին առաջանում, Ամերիկան դա չէր ուզում եւ ստեղ մեծ բախում կար։ Մենք որ երբ որ խոսում ենք ամեն մեկի ժամանակաշրջանում տեղի ունեցած երևույթների մասին, պիտի հաշվի առնել, թե այդ ժամանակաշրջանը ինչ ժամանակաշրջան էր։ Առաջին նախագահին բաժին է ընկել ամենածանր շրջանը, երկրորդ նախագահին բաժին է ընկել ամենա, ոնց են ասում, ծաղկուն շրջանը, որտեղ աշխարհն էր այդ վաղտ տենց, խաղաղ, հանգիստ, ոչ մեկը չէր կարող ծպտուն հանել։ 2007-ից հետո աշխարհը նորից մտավ այդ գավիժման, խառնակցության, տուրբուլենտության փուլ, եւ էլի շատ դժվար էր։ Եթե գնահատում ենք ինչ-որ մեկի աշխատակը, պիտի ես էլ ժամանակաշրջաններն էլ հաշվի առնենք։ Այլապես սկսում են իմացած, չիմացած, ով է իրական դերակատարն եղել, ով չի եղել, ով ինչ է արել, ով ոնց է արել, դուս են տալիս այս շեշ, մենակ դուս տա։ Ու դրանով այս ազգը պարզվում է այս 35 անկախության տարիների ընթացքում, դա չկարեցավ իր մեջ, արգանդը չորացել է, ոնց ֆռում են, բայց եթե էսի չլի ով, միլիոն անգամ ասել եմ, Մարամուսից մի հատ կա թանկով։ Այդ տրամաբանությունը այս ազգի մեջ անհասկանալի է։ Իմ կողմից շատ ընդունել հայ-աղբական դաշնակցություն։ Երբեմն ասում եք 140-ամյա, 150-ամյա կուսակցություն եք, լավ դուք ինքներդ ձեր մեջ չեք կարողանում լիդեր ծանել, ասում են անհատի կուսակցություն, չեմ ասում անհատ է։ Հիշեք ինչքան նախարար եք ունեցել ժամանակին, Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, այդ նախարարները ուր են հիմա։ Լավ ճոխ միլիոնատերեր են բոլորը, առանց տարբերության գիտության կրթության նախարար ունեիք Լևոն Մկրտչյան ու աղբեր։ Միլիարդները տագները նստած, այսինքն դա զարմանալի է, գիտեք։ Եթե պատերազմ է բան, ճուտի նման տղեկը պետք է այդքան զոհվեն, այն հերոս տղեկը։ Եվ որ դες պետք է փող սարքել, բան մինիստրի պաշտոն, փափլիկ տղեկին տարել, նստացնել։ Ու մինչև հիմա հələ ինքնուրույն որոշում կայացնելու, ձեր խոսքը հստակ ասելու, առանց վախենալու։ Ասեք։ Այս հարցի հետ կապված ասեք, այսինքն դաշնակցությունը խի առաջի պատերազմի ժամանակ Ղարաբաղյան նայում էր, տեսնում էր պետությունը ինչ կարա թե չի կարա, չէ, անում էր ինքը իր կողմից, ստիպում էր, որ պետությունը իր հետ մրցակցի Ղարաբաղյան պատերազմում, ստիպում էր, հիմա դաշնակցությունը խի է տենց խեղճացել, այո, իմպիչմենտ անելը, կազմակերպելը շատ դժվար է, շատ դժվար է, հա, պատերազմից ավելի դժվար է, պատերազմն էլ այն իրավիճակում, երբ որ թշնամին 10 անգամ ավելի հզոր էր, 10 անգամ ավելի զինված էր, 10 անգամ ավելի մարդկային ռեսուրս ուներ, մենք հաղթեցինք ու դաշնակցությունը իր դերակատարությունը հզոր ունեցավ, բայց դրանից անցել է 30 տարի, հիմա ձեր պատգամավորին պետք է ինչ-որ մեկը բանի տեքստ ուղարկի, ես հո գիտեմ դաշնակցության ժողովները ոնց են ընթանում։ Ընդհանուր ժողովից մինչև շրջանային ժողով մյուսները։ Այդ ոնց էլ ավես 2 օր առաջ նախաձեռնած արդեն հայտարարություն դաշնակցությունը տենց արագ որոշում կայացրեց, որ չի աջակցելու։
impeachment-ի, որտեղ դժվար է դա։ Ժողովուրդը ձեզ հետ հետագայում ո՞նց ցույց կապի։ Թե դուք այլևս ինքնուրույն որոշում կայացնելու այդ բանը չունեք։ Հարցեր կան, որ գիտեք, ցավալի է, բայց այդ հարցերը առաջանում են։ Ու այդ հարցերը պատասխաններ են ուզում։ Նարեկը գիժ է, Նարեկը խելոք է, Էդգարը գիժ է, Էդգարը խելոք է, էական է։ Մարդիկ քաղաքացի են, հիվանդ քաղաքացիներ։ Ձեզ առաջարկություն են արել։ Դուք մտածում եք, ասեք ուրեմն շատ խելոք են, որ արար, այս տակից կարողացել են impeachment ենք հայտնում Նիկոլ Փաշինյանին, բայց ի նկատի ունենք Հայաստան դաշինքը ու Քոչարյանին։ Հա, ուրեմն մալադեց իրանք շատ խելոք են։ Մենք նստեք հետները քննարկենք։ Ոնց են կարողացել, թե չէ մի աննասուն ընդերից ասել է, որ սա Քոչարյանի դեմ է, արել։ Այդ մի ամիս է առաջի ասողը մի ամիս առաջ է ասել, անները հիմա չտան։ Այդ օրվա այս մտածում եմ, լավ, Քոչարյանը ինչ կապ ունի Նիկոլի, թե իրանք փոխկապակցված են, ուրիշ բան ասեք։ Ախ Քոչարյանը պատգամավորը չի է։ Չայմա։ Նա այդ գործընթացը որոշում կայացնողել չի։ Մենք Քոչարյանի նամակ չենք մենակ ետ են գրում, որ դուք աշխատում եք Քոչարյանի վարկանիշը, քանի որ դարձել է 99%, դուք ուզում եք նորից ընկնի, որ ինքը ընտրություններում Նիկոլին չհաղթի։ Հա, չեք իմացել, ճիշտ ասած։ Մենք Քոչարյանի նամակ չենք գրել, այ մարդ։ Մեր նամակ գրել ենք ազգային ժողովի պատգամավորներին, Քոչարյանի իր մանդատը 21 թվից է հրաժարվել, նա պատգամավոր չի։ Մենք Քոչարյանից պահանջ չունենք։ Մեր պահանջը Հայաստան խմբակցության պատգամավորներից է։ Դրանց ղեկավարն է Քոչարյանն։ Ո՞նց է ղեկավարը։ Մտենց։ Ո՞նց ալում ղեկավարը, թե ինքը ոչ խմբակցության։ Միշտ ֆրակցիային ինքն է հավաքում, ինքն է իրանց։ Դե հիմա իրանց ներքին խնդիրները ինչ չի տակրում։ Ռոբերտ Քոչարյանը հիմա Հայաստան խմբակցության ղեկավարը չի, Հայաստան խմբակցության ղեկավարը Սերյան Օհանյանն է։ Դե Սերյան Օհանյանն էլ ենթարկվում է Ռոբերտ։ Դե հիմա Սերյան Օհանյանը չգիտեմ ելումա ենթարկվում։ Հա, նամյոկ բուն է։ Հիմա սա Չէ, է ոչ մի նամյակի չեմ անում, ես կոնկրետ բան եմ։ Բախի ժպտացիր ասում եմ։ Դե կա դու որտեղ դուք նկատի ունեք, որ Ռոբերտ Քոչարյանն է ենթարկվում։ Դա։ Սա է ողբերգություն է, ողբերգություն։ Այդ 28 հոգու տեղակ երկու հատ ընդեղ Էդգար Ղազարյան լիներ, վաղուց Նիկոլը Հայաստանում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում էր։ Հետները Բրյուսել են էթում, պիվա են խմում, անգլերեն են խոսում, դե գիտեք ինչ։ Արա տեսակ ինչ որոշումներ են ընդունում եվրոպական տարբեր պետություններ։ Բացի հանրապետականից ոչ մեկը չհամարձակվեց հայտարարություն անել։ ԵԺԿ-ի։ Ու մերժել եք։ Տեսեք, իմ համար ես այս վիճակում ես հասկանում, որ ումն եք մերժել, ում եք բերել արա։ Ափսոս որ իրանք այդ կոմպլեքսի տակ հələ բան են, նենց կան։ Գիտեք, մտածում են, որ դե լավ, մեզ մերժել են, այնտեղ ուրիշները կան։ Հենց այդ մերժողները, ում որ մերժել եք, իրանք պիտի հլեն, ու սաղից ցենց հավաքեն ու աղբանոց նետեն։ Եվ իրանք այդ հնարավորությունն իմիջիալոց ունեն, եւ վստահ եմ մի օր կօգտագործեն։ Բան կա ասելու, պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ հնարավորության։ Ինչի համար։ Այս եթերի հնարավորություն։ Չէ, դու անվերապահ իրավունքներ ունես։ Շնորհակալ եմ։ Եթե հակադիր տեսակետ ունեցողներ կան, հատկապես Հայաստան դաշինքից, մեծ սիրով հրավիրում եմ տա։ Բարանք իրար հետ էլ լինենք։ Այո։ Նստենք իրար հետ ուղիղ եթերում քննարկենք։ Ես պատրաստ եմ, ցանկացած մեկը, ով Մեծ արմար սիրով հրավիրում եմ։ Արձագանքեք եւ անմիջապես կլինեք մեր հյուրը։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտող, այսօր այսքանով բավարարվենք,